Իդեպ նրանցից ոմանց ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի գործակալ լինելու փաստը ապացուցվում է փաստաթղթերով։ Հայաստանի ղեկավարի այս պնդումը հաստատող որևէ քրեական գործ կա գեթ մեկ վարույթ, որ հայ առաքելական եկեղեցու հոգևորականներից որևէ մեկ նոտար երկրի գործակալ է, նաև կաթողիկոսն ու նրա եղբայրը Եզրա Սրբազանը։ Գլխավոր դատախազությանն էինք հարցեր ուղղել, այսօր պատասխանել են, այդպիսի որևէ վարույթի մասին տեղեկություն չունեն։ Ի պատասխան ձեր հարցման տեղեկացնում եմ, որ ՀՀ դատախազությունում քրեական վարույթի առկայության վերաբերյալ տվյալներ չկան։ Ու թեև վարչապետի պնդումները հաստատող քրեական գործեր չկան, բայց նա ավելի բարձր ամբիոններից է հայտարարում։ Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներից ոմանք ԿԳԲ-ի գործակալներ են։ Ոմանք ովքեր են, Նիկոլ Փաշինյանը ոչ անուն, ոչ էլ փաստ է նշում։ Ահա այդ հոգևորականները Հայաստանի Հանրապետությունում ստանձնել են պատերազմի կուսակցության առաջնորդությունը։ Մինչև հիմա Փաշինյանի ղեկավարած կուսակցության կայքում մեկ տեղեկանք է հրապարակվել կաթողիկոսի եղբորը վերագրված, թե Եզրաս arczepiskopos-ը ԿԳԲ-ի գործակալ է եղել։ Ռուսաստանի ու Նոր Նախիջևանի թեմի առաջնորդը հերքել է։ Իր ասածները շատ անլուրջ են, անկեղծորեն շատ անլուրջ են։ Եվրախորհրդարանի ամբիոնից Հայաստանի ղեկավարի ելույթը անլուրջ է որակում Բյուրականի եկեղեցու հոգևոր հովիվը։ Տեր Վրթանես Բաղալյանը ելույթից տպավորություն է ստացել, որ Նիկոլ Փաշինյանը Մայրաթորի ու Մայրաթորը պաշտպանող հոգևորականների դեմ պայքարն է փորձում արդարացնել։ Փորձում է իր կատարած բռնաճնշումները, անօրինականությունները, սահմանադրության խախտումները ներկայացնել, որ խնդիրներ կա, որ մենք պայքարում ենք այդ դրսի ուժերի դեմ, մոռանալով ներկայացնել, որ ինքը ապաշնոր է երկիրը ղեկավարելու։ Վարչապետի ու Մայրաթորի առճակատումից հետո կաթողիկոսն ու մեկ տասնյակից ավելի բարձրաստիճան հոգևորականներ տարբեր հոդվածներով մեղադրյալ դարձան։ Որևէ մեկը օտար երկրներին ծառայելու փաստով չէ։ Ես երբեք ռուսական որևէ կառույցի հետ օրինակ կապ չեմ ունեցել, ռուսական դեսպանատուն չեմ գնացել, Ռուսաստանում երբեք չեմ եղել, նույնիսկ ռուսերեն շատ լավ չեմ խոսում, բայց եթե ասենք Նիկոլ Փաշինյանը ուզենա, վաղը կարող է ազգային ժողովի ամբիոնից ասի Տեր Վրթանեսը ռուսական, ասենք, գործակալ է եւ դա հեչ կապ չունի իրականության հետ։ Ես չգիտեմ ովքեր են իրենց շահառուները, ովքեր են լսողները, ովքեր են ծափահարողները, բայց պիտի ասենք, որ Փառք Աստծո, մենք գիտենք, մեր ժողովուրդն էլ գիտի, որ այդպես չէ։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին դարերի հոլովույթներում հիմա էլ պետականամետ, պետականաստեղծ, պետությանը օժանդակող ամենահին կառույցն է։ Փաշինյանի մեղադրանքները անհիմն են, ասում է Սաղմոսավանի հոգևոր հովիվը։ Եվրոպական ամբիոնից Փաշինյանը ծափահարությունների էր փորձում արժանանալ հոգևորականների դեմ իր գործը շարունակելու համար, ենթադրում է Տեր Փարեն Քահանա Առաքելյանը։ Անկեղծ միգուցե որպեսի ավելի հիմնավորված գործ են հետագայում։ Սա որպես ենթադրություն, որովհետև սթափ մարդ որ դատում ենք, ինչի համար եմ ես իմ արարքները բարձրաձայնում եվրոպական ամբիոնից, որպեսի ծափահարությունների արժանանամ եւ հետո շարունակեմ միգուցե։ Իսկ ինչու է Հայաստանի ղեկավարը գործակալներ փնտրում սովետական ԿԳԲ-ի արխիվներում, հարցնում է Տեր Վրթանեսն ու ինքն էլ պատասխանում, այսպես ապահով է մարդկանց կպիտակավորի ու պատասխան չի տա։ Վախենում է Վլադիմիր Վլադիմիրովիչից, ինչպես ինքն է ասում, շատ է վախենում եւ բնականաբար պիտի ԿԳԲ ասի, որ հանկարծ Ռուսաստանի դեսպանատնից իրան նոտա չուղարկեն, Իրանից չպահանջեն, բայց այդ ինչ ես ասում։ Վարչապետին պատարակի տեքստերից միայն Վեհափարի անվան հիշատակումը չէ, որ զայրացնում է։ Անցած շաբաթ էլ Արցախի մասին խոսելը հռչակեց պատերազմի սպառնալիք։ Պատարակի տեքստից շեղվում են եւ ասում են հղում են անում Արցախի հանրապետություն եւ այլն եւ այլն։ Շատ լավ հասկացան։ Եկեք բոլորը սկսենք ենթադրենք հղում ենք անում Արցախի հանրապետություն։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է կոնֆլիկտ։ Բոլորը գիտեն, թե պատերազմը ինչպես եկավ, ինչպես ցավոք սրտի ընթացավ եւ ինչպես ավարտվեց։ Եվ բոլորն էլ գիտեն, թե եկեղեցին ու եկեղեցականները պատերազմի ընթացքում որտեղ էին, թե խաղաղ բնակավայրերում եւ թե պատերազմի դաշտում։ Պատերազմը աղոթքն ու հոգևորականների զրույցները չէ, որ բերել են, ասում է Տեր Փարենը։ Արցախի ու արցախցիների համար եկեղեցում 30 տարի աղոթում են ու քաղաքական պատեհությամբ աղոթքի բարերը չեն փոխի։ Աղոթքի մասը եկեղեցու ծեսը, եկեղեցու խորհուրդները կապված չեն քաղաքական փոփոխությունների հետ։ Եկեղեցին ունի հստակ կանոնական ծես, կանոնական տեքստ, որ անկախ քաղաքական իրավիճակից, անկախ թե ով է երկրի ղեկավարը, անկախ թե ինչ սոցիալական իրավիճակ է, այդ
տեքստը մշտապես արտասանում ենք ու պիտի ասենք։ Տեր Փարենն էլ, Տեր Վրթանեսն էլ չեն լռի, Արցախի մասին կշարունակեն խոսել ու Արցախի համար աղոթել։